Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 18։ Վայր կգա ինչպես անձրև հնձած խոտի վրա, ինչպես շաղ, որ ոռոգում է երկիրը։ Սաղմոս 72-րդ գլուխ 6-րդ խոսք։ Աստծո սովորական գործելակերպը մարդկանց հոգիների փրկության մեջ եւ այն հայտնությունները, որոնցով նա իրեն ու իր ողորմությունը Քրիստոսում բացահայտում է, իր շնորհքի սովորական ներգործությունների ընթացքում մեղավորների սրտերում, հաճախ ունենում են ծայրահեղ եւ զորեղ բնույթ։ Ծառան, որը պարտքեր իր թագավորին 10,000 քանքար, նախ պատասխանատվության է ենթարկվում իր պարտքի համար, եւ թագավորը դատաստան է հայտարարում նրա նկատմամբ, հրամայելով վաճառել նրան, նրա կնոջը եւ երեխաներին պարտքը վճարելու համար։ Այսպիսով նա խոնարեցնում է նրան եւ ստիպում ընդունել ամբողջ պարտքը, ապա ներում է նրան այդ ամենը։ Մատթեոս 18-րդ գլուխ 26-րդ խոսք։ Անարակ որդին ծախսում է իր ողջ ունեցվածքը եւ հայտնվում ծանր վիճակում, ստիպված լինելով խոնարհվել եւ ընդունել իր անարժանությունը, նախքան հայրը կընդունի իրեն եւ կպատրաստի խնջույք նրա համար։ Ղուկաս 15-րդ գլուխ։ Հին, խորապես արմատացված վերքերը պետք է քննվեն մինչև իրենց խորքը, որպեսզի կարողանան բժշկվել։ Սուրբ Գիրքը, մեղքը, այսինքն հոգու վերքը, համեմատում է այդ մտքի հետ եւ այդ վերքի բժշկությունը առանց այն խորապես քննելու կոչում է զուր եւ խաբուսիկ։ Երեմիա 7-րդ գլուխ 11-րդ խոսք։ Քրիստոսը մարդկանց սրտերում իր ողորմած գործը կատարելիս համեմատվում է նոր հնձած խոտի վրա թափվող անձրևի հետ, հնձված մանգաղով, որն էլ խորհրդանշում է նրա թարմացնող եւ մխիթարական ազդեցությունը վիրավոր հոգու վրա։ Մեր նախահայրերը իրենց մեղանչելուց հետո նախ սարսափեցին Աստծո մեծությունից եւ արդարությունից եւ իրենց մեղքը իր ծանրացուցիչ հանգամանքներով հանդերձ դրվեց նրանց առաջ իրենց դատավորի կողմից, նախքան նրանք մխիթարվեցին կնոջ սերմի խոստումով։ Քրիստոնյաները ներկայացվում են որպես նրանք, ովքեր հաստատուն մխիթարություն ունեն, որ ապավինեցին իրենց առջև դրված հույսը բռնելուն։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 18-րդ խոսք։ Եվ այս համեմատությունը ենթադրում է, որ դրան նախորդել է մեծ երկյուղ եւ սպառնալիքի զգացում։